Ես չեմ մեղադրում նրանց, ովքեր հավատացին ավելի լավ կյանքի, խաղաղության, առանց կոռուպցիայի երկրի խոստումներին։ Ես նույնպես հավատացի եւ նույնպես խաբվեցի։ Գլխավոր պատճառը, թե ինչու մենք հավատացինք այս մարդկանց, կոռուպցիան էր։ Այո, Հայաստանում կար կոռուպցիա եւ կար անարդարություն, եւ կային լուրջ խնդիրներ, որոնք կապված էին նախկին ղեկավարության հետ, եւ մենք բոլորս հոգնել ենք դրանից։ Իսկ այս մարդիկ խոստանում էին, որ կոռուպցիա այլևս չի լինելու։ Անցավ 7 տարի։ Այս խոստումները մեկը մյուս հետևից ձախողվեցին։ Ղարաբաղում խաղաղության փոխարեն մենք 3 պատերազմ ունեցանք։ Ղարաբաղը հայաթափվեց, 5000 տղա զոհվեց։ Առաջնորդները մեզ տարան դեպի այս պարտությունը, ամենածանրը մեր պատմության ավելի քան 100 տարվա ընթացքում։ Ժողովրդավարության փոխարեն մենք ունենք ճնշումներ, տերոր, մի դիկտատոր, որը վարվում է մեր երկրի հետ, ինչպես իր սեփական ոստիկանական պետության հետ։ Սպառնում է, շանտաժի է ենթարկում, ձերբակալում է բոլորին, ում ցանկանա։ Մենք վերածվել ենք ոստիկանապետության, բռնապետության, որտեղ սև դիմակներով ուժայինները կարող են մտնել ցանկացած մարդու տուն եւ նրան գցել գետնին։ Ահա սա է նրանց խոստացած ժողովրդավարությունը։